Շնորհակալություն, ես սկզբից ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես այն մարդկանց, որոնք ընդգրկվեցին հայաքվե դիտորդական առաքելության մեջ եւ կատարեցին ոչ միայն վերահսկող, զսպող դերակատարություն ունեցան ընտրությունների ընթացքում, այլ նաեւ կրթող եւ ուսուցանող։ Դա վերաբերում է ոչ միայն ընտրողներին, այլ նաեւ հանձնաժողովներին, որովհետեւ մենք բազմաթիվ անգամ նկատել ենք, որ հանձնաժողովները հատկապես հանձնաժողովների նախագահ քարտուղարները պատշաճ մակարդակով պատրաստված չեն եղել եւ երբեմն մեր դիտորդները նրանց օգնության կարգով ուղղություն են ցույց տվել, որպեսզի նրանք ճիշտ կատարեն ընտրական օրենսգրքի պահանջները։ Հիմա քանի որ ես անձամբ դիտորդական առաքելության ժամանակ եղել եմ փարաքարում, կներկայացնեմ ըստ տեղամասերի, բայց յուրահատուկ են խախտումները, որոնք բնութագրական են ոչ թե տվյալ տեղամասին, չնայած օրինակները տեղամասերով է, բայց բնութագրական են տարբեր տեղամասերի համար։ 14.1 այգեք ժամանակաժամանակ նկատվել են ոստիկանական կուտակումներ։ 14.2 արևաշատ էլեկտրական հոսանքը անջատվել է ժամը 5-ի սահմաններում երեկոյան, ժամը 5:40-ից էլեկտրական հոսանքը ապահովվել է գեներատորով։ Ոստիկանության աշխատակիցները երբեմն գտնվել են տեղամասում։ 14.3 Բաղրամյան մշակույթի տուն տեղի են ունեցել բաց քվեարկության դեպքեր, որոնք անտեսվել են հանձնաժողովի նախագահի կողմից։ Գրանցվել են ընտրողների կուտակումներ, որոնք չեն վերահսկվել հանձնաժողովի կողմից։ Քաղաքացիական պայմանագրի կողմից նշանակված վստահված անձը մի քանի անգամ փորձել է հայաքվեի դիտորդի եւ այլ քաղաքական ուժերի վստահված անձանց վրա ճնշում գործադրել, նրանց ցուցումներ տալ, հնարավորինս խոչընդոտել քվեարկության գործընթացին պատշաճ հետևելու նրանց իրավունքը։ 14.4 Բաղրամյան Քաղաքացիական պայմանագրի վստահված անձը տեղամասում գտնվել է առանց բեյջ անվանակի։ Հայաքվեի դիտորդը խնդրել է ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ, որին ի պատասխան ասվել է, որ մեքենայի մեջ է թողել, այնուհետև նա հեռացել է տեղամասից։ 14.5 Մուսալեր նկատվել են բջջային հեռախոսով քվեախցիկ մտնելու դեպքեր, լսվել են լուսանկարելու ձայներ։ Ժամը 9:40-ից 9:55-ի սահմաններում հանձնաժողովի անդամը քվեաթերթիկները տրամադրել է ոչ թե հերթականությամբ, այլ նախընտրելի համարի քվեաթերթիկը վերևում դրած։ Ժամը 12:45-ից 13-ի սահմաններում երկուսով մտել են քվեախցիկ եւ բարձրաձայն ամուսինը կարգադրել է քվեարկել կոնկրետ թեկնածուի քաղաքական ուժի օգտին։ 14.6 Մուսալեր տեղամասը շատ անհարմար է եղել քվեարկության պատշաճ կազմակերպման համար, ասենք որ այսպիսի տեղամասեր շատ կային, հին օրինակ լքված խանութ էր այս մի տեղամասը եւ շատ փոքր, այսինքն ընդամենը 5 ընտրող եթե լինեին, արդեն ընտրական գործընթացը խաթարվում էր։ 14.7 Մերձավան մեկ քվեաթերթիկ առանց դրոշմանիշի գցվել է քվեատուփի մեջ, որ արձանագրվել է Գրանցամատյանում։ 14.8 Մերձավան էլի տեղամասի մուտքի մոտ 50 մետրից պակաս հեռավորության վրա փակցված են թեկնածուների գովազդային պաստառները, որոնք ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհեռացվեցին։ Հիշեցնենք, որ դրանց հեռացումը պարտավորված է անել համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը։ Հանձնաժողովի անդամներից մեկը ողջ օրվա ընթացքում ակտիվ միջամտել եւ ուղղորդել է ընտրողներին։ Մի քանի անգամ ընտրողներին տրամադրել են երկուական, 1 եւ 2-ական 4 համարի քվեաթերթիկներ։ Հիշենք, որ այնտեղ 4 քվեաթերթիկ պիտի տային, բայց օրինակ 2 եւ 3 համարի քվեաթերթիկները ուղղակի տրցակից բացակայել են։ Ժամը 18-ի մոտ տեղի ունեցած այդպիսի հերթական դեպքը արձանագրվել է մեր դիտորդի կողմից Գրանցամատյանում։ Արդյունքների ամփոփման ժամանակ հայտնաբերվել է, որ ինքնասոսնձվող 6 դրոշմանիշ պակաս է։ Այնուհետև դրանք հայտնաբերել են վնասված աղբարկխումբ։ 14.9 Նորակերտի դպրոց օրվա ընթացքում նկատվել են ընտրողներին տեղամաս բերելու եւ ուղղորդելու բազմաթիվ դեպքեր։ Տեղափոխող մեքենան լուսանկարվել է մի քանի անգամ։ 14.10 Նորակերտ մշակույթի տուն ժամը 18:45-ի սահմաններում ԱՄՆ դեսպանության այցելուի ներկայությամբ տեղամաս է մուտք գործել ոստիկանության աշխատակիցը, որին հայաքվեի դիտորդի խորհրդով դուրս են հրավիրել։ Նա իրավունք չունի տեղամասում գտնվելու։
20-30-ի սահմաններում դրոշմանիշների վերահաշվարկից պարզվել է, որ առկա է 100 հատ ավել դրոշմանիշ։ Դա արձանագրվել է եւ 3 վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից 100 դրոշմանիշ ավել էին տվել, բայց չէին արձանագրել։ Փարաքար, այստեղ ավելի շատ էին խախտումները։ Ընտրողների մեծամասնությունը չի տիրապետել քվեարկության կարգին, հերթականությանը։ Օրինակ, քվեախցիկից դուրս են եկել չօգտագործված քվեաթերթիկները ձեռքին, կտրոնը նետել են խցիկի աղբարկի մեջ եւ այլն։ Գրանցվել են ուղղորդումների բազմաթիվ դեպքեր, հատկապես տարեցների, որոնց բերել են անընդհատ մեքենաներով։ Համայնքապետի տունը գտնվել է հենց ընտրատեղամասի դիմաց, 14-12-ի մասին է խոսքը։ Այդ միջակայքում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ, սակայն դա չի կանխել ուղղորդումները, ընդհակառակը նպաստել է դրանց։ 14-13 Փարաքար դպրոց։ Քվեախցիկները տեսանելիության տակ պահող տեսախցիկ է եղել քվեարկության սենյակում, նախապես տեղադրված ոչ թե հատուկ քվեարկության համար, որը հայաքվեի դիտորդի պահանջով փակվել է մինչև ժամը 8, այսինքն մինչև քվեարկության ավարտը։ Ավագ տարիքի ընտրողների օրվա ընթացքում անընդհատ տեղամաս են ուղեկցել նույն երիտասարդները, այսինքն անընդհատ բերել են տարել են։ Փարաքար մշակույթի եւ երիտասարդության պալատ։ Դրոշմանիշը փակցրել են ծրար նոթում պահած եւ անընդհատ խախտվել է դա։ Արդյունքների ժամը 17-ի մոտ էլի տեղամասը հոսանքազրկվել է։ Արդյունքների ամփոփման ժամանակ ներկա են եղել 2 քաղաքացի առանց անվանակի, անհայտ է եղել թե ովքեր են։ Ծրարները անորակ են եղել եւ սա էլի բնութագրական է։ Քվեաթերթիկը տեղավորելիս շատերը հենց վնասել են քվեաթերթիկները։ Թայրով, Պարտեզ, հայկական ժամանակի լրագրողը տեղամաս է ժամանել առանց անձը հաստատող փաստաթղթի։ Հանձնաժողովի նախագահին կենտրոնական ընտրական հանձնաժողովից զանգով հորդորել են թույլատրել, որպեսզի նա ներկա գտնվի տեղամասում։ 14-16 Թայրով դպրոց։ Վնասված 2 քվեաթերթիկը, այսինքն ծրարի մեջ տեղադրելուց, հանձնաժողովի որոշմամբ որոշել են, որ պետք է հաշվեն որպես վավեր։